Դատարանը երկու ճանապարհ ուներ։ Դատախազությունը պահանջում էր, որ 3 ամիս ևս մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։ Իմաստը բոլորս հասկանում ենք, ստեղ մարդ չկա, որ չհասկանա։ Մի մարդ, ով ազգային ժողովում հերոսանում է, դուխ չի անում, երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ, ով ամբողջ օրը Facebook-ով, հեռուստատեսությամբ, հոխորտում է, իրան թույլ է տալի արտահայտություններ, որ վայել չեն, հավասարակշռված, ճիշտ, հայ, տղամարդու, ու դրանից հետո, երբ հայտնվում է մարդ, ով իրան արժանի պատասխան է տալի, վախենում է, երես առ երես, հանդիպի նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրա հետ, վախենում է Կարապետյանից, 3 ամիս դատախազության խնդրանքը, որ Կարապետյանը մնա կալանքի, տնային կալանքի տակ մի ապացույց ունի, մեր ժողովուրդին զրկել իրավունք, բոլորիս զրկել իրավունք, որ չտեսնանք այլընտրանքը իրա, որ Փաշինյանի այլընտրանքին չտեսնանք, որ մեր ժողովուրդը չասի, էսում ենք ընտրե վարչապետ, էս մարդու հետ համեմատած, էսում ենք բերե մեզ վարչապետ։ Այո։ Իրա փողոցային բառապաշարը, իրա դաստիարակված տղամարդուն ոչ վայել պայելաձևը, իրա հայհոյանքներն ու վատ վարվելակերպը, երբ մեր ժողովուրդը համեմատի իսկական հայ տղամարդու քայլերի հետ, պայելաձևի հետ, ինքը վախենում է, որ կասի էսով է այս մարդը, որ պետք է իշխի Հայաստանի վրա։ Ու այսօր դատարանը մի քիչ առաջ կատարել է այն ինչի մասին երազել է Փաշինյանը, 3 ամիս երկարաձգել է տնային կալանքը, վախից։ Ժողովուրդ, մեզանից, բոլորից, ուզում են խլեն մեր այլընտրանքը փոփոխության, ուզում են ցույց տան, որ մենակ էս մարդն է, վատա, լավա ինքն է, ուզում է չթողի մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր պատմի, բամբասի, այո, եթե տղամարդը վայել, պայքարիա, պատրաստ, ինչու է փախնում, 3 ամիս տնային կալանքը, ինչ իմաստ ունի, մի իմաստ ունի, վախ, իշխանության ես եկել, ժողովրդավարության խոսքերով, իշխանությունը պահում ես, ոտնահարելով քո ասած ամեն բառ, չի եղել բառ, որ ասես ու անես, չի եղել բան, որ չխապես մեզ։ Մեզ, մեր հանրության ակտիվ մասին, այն մասին ով տեսել է Փաշինյանի դեմքը, մի բան է մնում, ժողովուրդ, պայքարել, մեր առաջնորդը, այն առաջնորդը, որ փոփոխություն պետքա բերեր, եւ պետքա բերի, նա հնարավորություն է ունենալու
հանդես գա հայտարարություններով եւ մենք պետքա բոլորս ազգովի մեր ազգի ակտիվ անդամների միջոցով իրար հետ պայքարենք 2 ամսվա ընթացքում խոսենք բոլորի հետ առաջնորդը մեր իր ճանապարհով իր անցած ճանապարհով իր տեսակով մեր համար լավ հենք է որ մենք փոփոխությունը բերենք 10 ամսվա մեջ շատ բան ենք տեսել իհարկե հույսեր ունեինք հույսերը ինչի մեջ էր որ վերջապես ամբողջ օրը գնում Եվրոպայի դրոշի կողքը նկարվում է դու միակ երկիրն ես Եվրոպայում որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակից է քո հետ կռվելու դու միակ երկիրն ես Եվրոպայում որ ընդդիմադիր առաջնորդին կալանավորել ես ու խոսում ես ժողովրդավարությունից ու Եվրոպայից ժողովուրդ էդ էլ է խաբում ինքը բան չի հասկանում դրանից ինքը ուղղակի ձեզ ծախում է ձեր երազանքները մեզ ծախում է մեր երազանքները ով շուտ հասկացել է հիասթափվել է ով չի հասկացել հիասթափվելու է հիմա բոլորիս քայլը ինչն է ամեն օրով պայքարել Հայաստանի բոլոր համայնքներով խոսալ սա միակ այլընտրանքն է փոփոխության Կարապետյանի լինելով մեր ժողովուրդը կունենա փոփոխություն ոչ հին ոչ ներկա ապագա 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 ապագա առաջնորդ է պետք նոր որ ժողովրդին իրարից չբաժանի որ բոլորը համաձայն լինեն կառուցեն նորմալ երկիր որ արդեն տարածաշրջանի բոլոր երկրները կառուցել են հետ ենք մնացել ու անելու ենք բոլորով այս 10 ամսվա մեջ ամեն ինչ ենք տեսել ամենադժվար օրերն են անենք ամեն ինչ ժողովուրդ մեր համար մեր բոլորի համար երեխաների մեր ձեր ոչ հին ոչ ներկա ապագա ոչ հին ոչ ներկա ապագա ոչ հին ոչ ներկա ապագա